Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կոնֆերանսը։ Հիմնական հարցը համալսարանի գիտական խորհրդի նոր կազմի ընտրությունն էր։ Նիստի սկզբում Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ողջունեց պատվիրակներին եւ ներկայացրեց համալսարանի նոր կանոնադրության հիմնական դրույթները։ В соответствии с новым межправительственным соглашением между Российской Федерацией и Республикой Армения утвержден новый устав университета, который, соответственно, ставит новые требования и новый формат к формированию ученого совета. У нас будет 41 член ученого совета, из них 4 представителей обучающихся, 12 человек – это представители администрации, которые автоматом являются членами ученого совета. Это ректора и директора всех институтов, в том числе школы ЮСМУК. Остальные все избираются. И, соответственно, 25 человек из состава, профессорско-преподавательского состава, где не должны быть представители администрации, а именно профессорско-преподавательский состав, и 4 человека из студенчества, из обучающихся. Соответственно, представлено 8 кандидатур от обучающихся и 50 кандидатур от ППС. И еще одно требование по уставу. Каждый, кто будет избираться в ученый совет, должен набрать не менее 50 плюс 1% голосов от общего числа делегатов конференции, то есть от 100 человек. Պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը պատմեց Ռուս-հայկական համալսարանի առանցքային ձեռքբերումների, կրթական ծրագրերի զարգացման եւ համալսարանի դիրքերի ամրապնդման մասին։ Мы в этом году имеем беспрецедентный показатель, высокий показатель по приему, невзирая на то, что очень много людей срезалось. Մինչև ընթացակարգի սկիզբը պատվիրակներին ներկայացվեց նաև հատուկ տեսահոլովակ։ Դրանում քայլ առ քայլ ցուցադրվեցին քվեարկության կանոնները։ Բոլոր փուլերի պարզաբանումից հետո սկսվեց կոնֆերանսի հիմնական մասը՝ գաղտնի քվեարկությունը։ Պատվիրակները ստացան քվեաթերթիկներ, կատարեցին իրենց ընտրությունը եւ հանձնեցին դրանք հաշվիչ հանձնաժողովին։ Քվեարկության ավարտից հետո սկսվեց ձայների հաշվարկը։ Հենց այս փուլը դարձավ կոնֆերանսի ամենաերկարատև դադարը։ Արդյունքները հրապարակվեցին։ Այսպիսով կոնֆերանսը որոշեց Ռուս-հայկական համալսարանի գիտական խորհրդի նոր կազմը։ Շնորհավորում ենք խորհրդի նորի Ամփոփելով կոնֆերանսը, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակներին մասնակցության համար եւ նշեց. նիստի տևողությունը նաեւ ժողովրդավարական գործընթացի գինն է։ Поздравляю всех новых членов нового ученого совета. Нас будет больше, чем раньше. Значительно больше. Нас было 33, сейчас будет 41 человек. Ընտրություններն ավարտված են։ Գիտական խորհրդի նոր կազմն անցնում է աշխատանքի, եւ դրա հետ մեկտեղ սկիզբ է դրվում Ռուս-հայկական համալսարանի ռազմավարական խնդիրների իրականացման նոր փուլին։